Էքստրեմիստը էքստրեմալ պայմաններում պետք է աշխատի։ Շոքը տվել է վրեքներս, պաժար, չէ, լրջով է պաժար։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այստեղ ուրեմն հրատապ թեմայա բացվե մեր շենքի մոտ։ Ուզում էինք հանգստանայինք շաբաթօրով ու մեր մոտ մեր բակում հրդեհ է շատ ուժեղ, այս արդեն բավականին երկարեց, որոշեցի նկարանումներ անեմ։ Մարդ չի հելնում, այ քեզ բան։ Ты вообще ծառն էլ վառվավ հենա։ Այ քեզ բան։ Էս ինչ բան է, այդտեղ ապրողները բան չեն անում։ Իսոս քեզ Քրիստոս, սի պաժարներ մինչև կա արդեն սաղ վառվավ։ Всё, գնաց էտի։ Ամեն տարի նույն պատմությունը։ Ասում ենք են կոմը ինչի չեք խոտը հնձում։ Իրանք թողեցին այդ ձև ու ոռոգման ջուրն էլ չկա։ Ուրեմն կանչեցինք հրշեջ մեքենա, տեսնենք երբ կգա։ Աու, ավելի շատ տարածվեց դեպի հենա, այն մեքենան, մարդ չկա տունը, ինչ-որ հարևաններ գնացին վերևը բացում են, բայց չգիտեմ ինչ կլինի։ Հետաքրքիրն էն է, որ արդեն կանաչ խոտն էլ ա վառվում ար։ Ու բացատրեմ, որ ինչ ա կատարվում։ Այս թեման 2 օր առաջ նորից նկարեցի, գցեցի, որ ջուր չկա արդեն 2 տարի, նույնիսկ անձամբ խնդրել եմ, գրել եմ քաղաքապետարանի մամլոխոսնակին, ասում եմ, չեն լուծում այս հարցը, չորացել է խոտը, այստեղ հնձել են, այնտեղ չեն հնձում, չենք կարողանում, ու այսօր ինչ-որ հնարավոր է, ասենք, ինչ-որ մեկը սիգարետ գցի ու այսձև հրդեհ ա եղել, ու չենք կարողացել մենք ինքնուրույն գանք։ Շատ արագ, երևի 2-3 րոպեում եկավ մեքենան, տեսնենք կկարողանան այն մեքենան չգմփա մենակ թե Աստված տա, որտեվ արդեն այդ մեքենան տանը մարդ չկար ու սկսել էր ինչ-որ պայթյունների ձեներ հելնել։ Տեսնենք ինչ ա կատարվում։ Այ դրա համար, երբ որ լրագրողները մի բան ասում են, պետք չի արհամարել ու էշի ականջումը քնած։ Ահավոր էր վառվում։ Սկզբից չմտածեցի, որ այսքան արագ կբռնկվի, որովհետև կանաչ էր խոտը։ Տեսնենք ինչ ա կատարվում։ Մի անգամից էս ինչ բանը, մի անգամից ջուրը տակից գնաց։ Կեցեն մեր հրշեջները։ Չգիտեմ, երևի այն կլոր բանի մեջ էր ինչ-որ մի բան։ Դե ձեներ էր գալի գմգմփում։ Արդեն լարերն էր կպնելու, ամենավախենալուն այն մեքենան էր, որ չկարողացանք գտնենք տերերին։ Օհ, ուղիղ ավտոյի վրա են լցնում, ուշադրություն դարձրեք։ Այս ինչ բան է։ Դուք պատկերացնում եք, եթե չհասցնեին, դրսից էլ են շլանգ վերցրել գթե։ Այս ավտոն էր ամենավտանգավորը, որ կարար գմփար ու այն ծառերը, կանաչ ծառերը արդեն վառվել են, կամերան գուցե լավ չի փոխանցում, բայց այդ կանաչ ծառերը արդեն ճլորել են։ Մեր բակի բոլոր ժողովուրդը հավաքվել են,
Բայց մտել է տան մեջ։ Չգիտեմ տուն կանցնեն թե չէ։ Ինձ թվում է ջրով կհասցնեն կրակը մարեն։ Գիտեք մեր բախտը բերել է որ Դավթաշենում ըստեղ ունենք փրկարարական ու հրշեջ ծառայություն, երևի դրա համար շատ արագ եկան։ Ուֆ։ Ֆու։ Արդեն հոտը տարածվեց։ Վերջ, երեխեքին ասեն գնացեք, պրծավել կրակ չի լինի։ Հա, փաստորեն այդ բանի մեջն է վտանգավորը, մեջն է։ Այ այդտեղ էր գմգմփում։ Շամշյանի հացը կերանք։ Են որ ասма լավ պրծանք ժողովուրդ ջան, ով փառք Աստծո։ Երևի։ Հիմա էլ ուրախացել ենք լեզուներս բացվել է։ Բայց մինչև այդ վաղտ իսկապես շատ ահավոր անհանգիստ էի։ Արմենն էլ վերցրել է ինչ-որ փետ, ինքը ուզում է իր ուժերով հանգցնի։ Այս կլորի մեջ լավ ջուր լցրեցին, չէր հանգում, ատեղ էր հենց գմգմփում։ Երևի զիբիլ միբիլ են ինչ են լցրել։ Չեն կարում երեխեքին ըստեից քշեն։ Ասում գնացեք, հեռու գնացեք, չեն գնում։ Որտև մեքենան պետք է հետ տա ու կխանգարեն երեխեքը։ Բանա չէ, դեպքա, իրադարձությունն է, ոնց կարան երեխաները անհաղորդ լինեն, պետք է ամեն ինչին հաղորդակից լինեն։ Տեսնեն։ Անդե նորից կրակ եղավ։ Մտել անդե ներս։ Չել հանգ է, տեսեք, լավա նկատեց։ Մորթել իսքան անտարբերելնի, ավտոն թողի, իսքան ղժան, հարևանները զանգեն ու տենց քեզի բան։ Եթե մենք ըստես գոն չլնենք, սենց չեր ավարտվի։ Այս ամեն ինչը շատ ավելի վատ կավարտվեր։ Չէ, իսկապես շատ մալադեց, արդեն բավական երկար ժամանակ այդ հատվածը լավ ջրում են, որ հանկարծ նորից բան չլինի, մալադց է։ Ապրեն մեր հրշեջները, ապրեն։ Ավտոն նորից են ջրում, լավ տաքացել էր, որ ավտոն պայթերը ստեղ պատկերացնում են ոնց էր օդ թռնելու։ Ոստիկանությունից էլ են եկե։ Մի քիչ էլ ստե էլի ջրեք, չեն էլ լսում է, գոռասել չեն լսի։ Երեխեքը չեն գնում, իրանց համար հետաքրքիր է մինչև վերջնային։ Տեսնեն ոնց են մեքենա, արձանագրությունը կազմեցին, պարզվեց, որ բուն աղբամանից այս ցույց տամ, այդ կարմիր որ կա, այն կոմը որ վառվում էր, այդտեղ լիքը աղբա մեջից էլ է։ Ուրեմն կոմունալ ծառայությունը, վարչական ուշադրության պետք է անցկացնի այս տարածքը։ Սա էլ է հավելյալ նորից վառվելու պաժարի բուն։
Վերջը հրշեջները խնդրեցին երեխեքին գնալ ենք ում։ Կներեք, անունները չգիտեմ, որ Շամշյանի նման անուններով ասեմ, ես ինչ մարդն է եկել, ես ինչ տեղից։ Ընդհանուր ասեմ, որ շատ լավ աշխատանք է, ինքներդ տեսակ։ Այդ դրա համար ասում ենք, որ այս նեղը սենց չէր կարելի էլի, պատկերացնում եք մի հատ մեքենան հələ լավ է, իրանք եկան, սիրուն, տեղավորվեցին, բա ինչքան խնդիր է սկսել առաջանալ, որովհետև կոնկրետ ասենք Դավթաշեն թաղամասում շենքի արանքները տեղ չեն թողել ազատ, որ շտապօգնության կամ ասենք հրշեջ մեքենա գա։ Այդ վիճակն են էլի ստեղծել։ Հիմա հետ դարձի ռազմառոտի տեղ է պետք։ Ճապոնիայի դրոշն էր։ Ժողովուրդ ջան, կրակի հետ խաղալ պետք չի։ Այսքանը այսօր հատուկ ռեպորտաժը լավ պրծանք, լուրջ թեմա էր։ Մենք էլ խորոված էինք ուզում, արեցինք, կրակ արեցինք, խորոված արեցինք։ Կատակի տալով հրաժեշտ տամ ձեզ, ստեսություն։